Սոֆի Դևոյան կրտսերը բավականին ակտիվ է իր ինստագրամյան հարթակում և հաճախ հրապարակումներ է անում։ Օրերս պարուհու ծննդյան տարեդարձն էր, որը, ինչպես ամանորը, նա նշել է Հայաստանի սահմաններից դուրս։ Սոֆին ստացել է շքեղ նվեր, որով էլ կիսվել է իր ինստագրամյան հետևորդների հետ։ Նա հրապարակել է հոլովակներ, որտեղ ցույց է տվել թե նվերը, թե հանգստից կադրեր։ Առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հանե Գրիգորյանին հյուր էին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը և Սոֆի Դևոյան կրտսերը։ Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, Սոֆի Դևոյանը վերջերս ամուսնացել է։ Եվ զրույցի ընթացքում խոսք եղավ նրա ամուսնուց։ Տատիկն էլ անկեղծորեն կիսվեց իր կարծիքով. «Գլոբալ բաներից չի վախենում կյանքում։ Ես մարդու հետ առաջին հանդիպումից արդեն շատ բան եմ հասկանում։ Վստահ եղեք, ինձ համար պարզ է ով է ինքը։ Ինչ բնավորություն ունի, շարժուձևից, հայացքից։ Մարդու հետ կես ժամ շփվելուց հետո արդեն զգում ես. ձեռքից պինդ, շռայլ, բարի, թե չար մարդ է։ Այդ կես ժամվա ընթացքում կարելի է շատ բան նկատել, եթե, իհարկե, դու հոգեբանությունից փոքր-ինչ հասկանում ես։ Հատկանշական է նաև նշել, որ հաղորդման ընթացքում տատիկը մեղմորեն խոսեց Սոֆիի ամուսնությունից հետո տանը տիրող տրամադրության մասին, որ մի փոքր տխրություն և անսովոր դատարկության զգացողություն կա։ Նման զգացողության մասին վերջերս խոսել էր նաև Զարուհի Բաբայանը «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում։ Քանի որ Սոֆին ամուսնացել է, իսկ եղբայրը սովորում է Չինաստանում։ Առաջարկում ենք դիտել Սոֆի Դևոյանի հարսանյաց արարողությունից առանձնացրած հոլովակներն առանց մեկնաբանության։